Պողոս առաքյալի թուղթը Եփեսացիներին գլուխ 3 և 4 Ահա թե ինչու ծնկի եմ գալիս մեր Տեր Հիսուս Քրիստոսի հոր առաջ, որից իր անունն է ստանում ամեն ազգատոհ երկնքում և երկրի վրա, որպեսզի դուք ըստ իր փառքի մեծության իր հոգու միջոցով զորությամբ ամրանաք ներքնապես, այնպես որ ձեր հավատի միջոցով Քրիստոս բնակվի ձեր սրտերում և դուք սիրո մեջ արմատավորված ու հաստատված լինեք, և կարողանաք հասկանալ բոլոր սրբերի հետ, թե ինչն է լայնությունը, երկարությունը, բարձրությունը և խորությունը, այսինքն ճանաչեք Քրիստոսի սերը, որ գերազանց է, քան ամենայն գիտություն, որպեսզի լցվեք Աստծու լրիվ ամբողջությամբ։ Ուրեմն նրան, որ կարող է ավելին անել, առավել առատությամբ, քան այն ամենը, ինչ մենք խնդրում ենք և մտածում, ըստ այն զորության, որ գործում է մեր մեջ, նրան փառք եկեղեցում Քրիստոս Հիսուսով, բոլոր ժամանակներում, հավիտյանս հավիտենից ամեն։ Արդ աղաչում եմ ձեզ, ես, Տիրոջ համար բանտարկվածս, որ ընթանաք այնպես, ինչպես վայել է այն կոչմանը, որին կոչվեցիք, կատարյալ խոնարհությամբ, հեզությամբ և համբերությամբ հանդուրժեցեք միմյանց սիրով, ջանացեք պահել հոգու միությունը խաղաղությամբ կապով, մեկ մարմին և մեկ հոգի, ինչպես որ մեկ է ձեր հույսը, որին Աստված կոչեց մեզ, մեկ Տեր կա, մեկ հավատ, մեկ մկրտություն, մեկ Աստված, Հայր բոլորի, որ է բոլորի վրա, բոլորի հետ և մեր բոլորի մեջ, բայց մեզնից յուրաքանչյուրին տրված է շնորհ ըստ Քրիստոսի պարգևած չափի, դրա համար էլ ասում է. «Ելավ բարձունքը, գերիների բազմություն գերեվարեց և մարդկանց պարգևներ տվեց»։ Ելավն ինչ է, եթե ոչ այն, որ իջավ նախ երկրի ստորին կողմը, նա, որ իջավ, նույն ինքն է, որ բարձրացավ երկինքներից ավելի վեր, որպեսզի լցնի ամբողջ տիեզերքը։ Նա շնորհ տվեց ոմանց լինելու առաքյալներ, ոմանց մարգարեներ, ոմանց ավետարանիչներ, ոմանց հովիվներ և ուսուցիչներ, հաստատելու համար սրբերին իրենց պաշտոնի կատարման մեջ ի շինություն Քրիստոսի մարմնի, մինչև որ մենք բոլորս հասնենք հավատի կատարյալ միության ու Աստծո Որդու ճանաչմանը, կատարյալ մարդու աստիճանին, ունենալով ճիշտ Քրիստոսի հասակի չափը։